Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալը սրընթաց մտնում է իր ամենաթեժ, աննախադեպ զարգացումներով լի փուլի մեջ։ Հեռուստադիտողները, որոնք շունչները պահած հետևում են հերոսների ճակատագրերի շղթայական բախումներին, այժմ ականատես են դառնում դրամատիկ և հոգեբանորեն բարդ իրավիճակների, որտեղ ամեն մի խոսք կարող է կործանել կամ փրկել կյանքեր։ Սյուժեն այս փուլում ուղղակի վերածվում է բարոյական և հոգեբանական ճնշման դաշտի, որտեղ հերոսները ստիպված են կանգնել մերկ ճշմարտության և իրենց սեփական խղճի առջև։ Այսօր պատմության կենտրոնում երեք առանցքային դեմքեր են՝ Աննան, Սոսը և Անգելինան։ Աննայի և Սոսի հանդիպումն ինքնին մեկ դար շարունակ լռեցված հույզերի պայթյուն էր, երբ Սոսն անկեղծորեն խոստովանում է, որ չի մոռացել Աննային անկախ անցած 25 տարիներից։ Դա նաև մի դառը ցավով լցված արձանագրում էր, որ ժամանակը ոչինչ էլ չի բուժել։ Սոսը տարիներ շարունակ ապրել է հիշողություններով ու հիմա տեսնելով Աննային, նա կրկին ապրում է այդ ամենը, բայց հենց այդ պահին, երբ մթնոլորտը լցված էր ոչ միայն հույզերով, այլ հնարավորություններով վերադառնալու անցյալ սիրուն, հայտնվում է Ֆաինան։ Նրա ներկայությունը կտրուկ է, կոպիտ ու անսպասելի, նա վեր է ածվում ապրող խղճի, հիշեցնելով, որ այս սերը մի ժամանակ իր կյանքը կազմաքանդեց։ Նրա կոպտությունը ոչ միայն դուստր լինելու դիրքից է, այլ նաև վիրավորված կին, ում ամբողջ կյանքում սովորեցրել են ատել, հատկապես Միքայելը։ Ֆաինայի արձագանքը հասկանալի է, նա գիտի իր ծնողների պատմությունը, բայց ինչպես երևում է, ոչ ամբողջ ճշմարտությունը, իսկ հիմա կանգնելով մոր և միաժամանակ այն տղամարդու առջև, ով իրենցից խլել է այսքան տարիների սերն ու ջերմությունը, նա կործանվում է ներսից։ Սոսը դառնում է նրա մեղադրանքի թիրախը, բնականաբար։ Մյուս մեծ սյուժետային գիծը Անգելինայի և Միքայելի հանդիպումն է։ Այս հանդիպումը վաղ թե ուշ պետք է տեղի ունենար, և այդ պահը եկել է։ Անգելինան որոշել է հանդիպել Միքայելի հետ և, հավաքելով ամբողջ ուժերը, վերջապես կանգնում է իր կարծեցյալ հոր առջև ճշմարտությունը պահանջելու։ Նրա հայացքի մեջ կա հպարտություն, բայց նաև հիասթափություն, ցավ, արցունքներ, իսկ Միքայելը սառը, կոպիտ և ամենայն հավանականությամբ նախապես մտածած սցենարով։ Նա շատ լավ գիտի, որ Անգելինան իր դուստրը չէ, բայց ոչ մի անգամ, ոչ մի ակնթարթ նա չի փորձել գոնե ձևացնել, որ սիրում է նրան։ Այժմ կանգնած Անգելինայի դիմաց Միքայելը կրկին ընտրության առջև է՝ ասել ճշմարտությունը, թե շարունակել խաբել բոլորին։ Միքայելի համար սա հերթական մանիպուլյացիայի հնարավորություն է։ Նա ամենայն հավանականությամբ նորից կառաջարկի մի կեղծ սցենար, մի նոր սուտ, որը կփորձի սրբել Անգելինայի գոյության իսկությունը։ Բայց այս անգամ Անգելինան այլևս ոչ թե վախեցած ու նեղացած երեխա է, այլ հասուն աղջիկ, որը եկել է պատասխան պահանջելու։ Նրա մեջ արդեն ծնվել է ըմբոստությունը, այն հարցերի պնդումը, որոնք տարիներ շարունակ խեղդվել էին լռության մեջ։ Միքայելն այլևս չի կարող փախչել, որովհետև ճշմարտությունն արդեն կանգնած է իր դռան առաջ։ Ինչ է ասելու Միքայելն այս անգամ։ Կհորինի, որ Անգելինան որդեգրված է, թե կփորձի իր վրայից գցել ամենը՝ մեղադրելով Աննային, ասելով, որ հենց Աննան է խաբել, թե կրկին կփորձի շեղել՝ նշելով մի երրորդ անձի, ում անունը դեռ հայտնի չէ, բայց ով իբր ամբողջ մեղքը կրում է։ Բայց ճշմարտության դեմ երկար հնարավոր չէ պայքարել, իսկ երբ այն բացահայտվի, Միքայելը կմնա մենակ, սեփական ստերի մեջ խեղդվող, ընտանիքի վստահությունը կործանած մի մարդ, որին ոչ մի արդարացում չի փրկի։ Անգելինան եկել է ճշմարտությունն իմանալու։ Այս պահին հավանաբար Անգելինային հետաքրքրում է ևս մեկ հարց՝ ուր է իր մայրը, ինչու է լքել իրեն։ Եթե Միքայելն այո լքել է, ենթադրենք, թե Միքայելն է իր հայրը, իսկ որտեղ է իր մայրը, ինչու այսքան ժամանակ չի հետաքրքրվել իր դստեր առկայությամբ։ Եվ այս հարցերին Միքայելը չի ունենալու պատասխան։ Հնարավոր է, որ այս հանդիպումը լինի ճակատագրական բոլորի համար, բայց միևնույն է, գաղտնիքն այդպես էլ Միքայելը չի բացելու, որովհետև նա ամենաշատը վախենում է, որ Աննան կիմանա ճշմարտությունը, կիմանա, որ ստորաբար խաբել է բոլորին, ու Աննայի դուստրը այսքան տարիներ մեծացել է
իրենից հեռու։ Հնարավոր է, որ հենց այս հանդիպումից հետո Անգելինան լքի տունը։ Հայրը խնդրում է նրան, որ մորը ոչինչ չասի, քանի որ պարզվում է, որ Վիկտորիայի եղբայրը մահացել է, իսկ սա նշանակում է, որ Անգելինան պետք է ձևացնի ու սփոփանք լինի մոր համար դեռ երկար ժամանակ, այսինքն ստերի շարանը դեռ երկար շարունակվելու է։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են բախտորոշ հարցերի բացահայտմանը, ինչ է լինելու հետո ու կկարողանա արդյոք սերը հաղթել ստին։ Այս սերիալում ոչինչ բացառված չէ, այնպես որ միացեք մեր ալիքին ու միասին կբացահայտենք ամենահետաքրքիր ու դիտարժան գաղտնիքները։ Գրեք ձեր կարծիքները տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, ինչ պատասխան է տալու Միքայելը Անգելինային և ինչ է ասելու, որտեղ է Անգելինայի մայրը։ Նա պնդելու է, որպեսզի Միքայելը պատասխանի այս հարցին։ Իհարկե, Միքայելը լինելով արդեն բավականին խորամանկ ու մանիպուլատիվ մարդ, անհնար է չգտնի պատասխան սրա համար։